Բարև ձեզ հարգելի հետևորդներ, հիմա մենք գտնվում ենք Պապենհայմ բնակավայրում, խնդրեմ բնակավայրը ցույց տաք, սա իբր համարվում է գյուղ 3900 բնակչությամբ, հիմնականում կոմունա է, ամբողջովին վերև բարձր, սա անտառների երևա մարդկանց մեջից դուր։ Անտառների մեջ, սա հետաքրքիր կառույց է, 2007 թվականին երիտպատանիները սարքել են այս եկեղեցին խոլորձից, այսինքն արկուզիից։ Նայեք ինչ հրաշալի կառույց է, դեռ մեր մոտ դեռ մի քիչ հլը գարուն է, ամառ չի եկել, որ ամբողջը կանաչապատվի, այս ամբողջը կանաչով փակվում է, այստեղ հավաքվում են, աղոթում են եւ այլ եկեղեցական տոների։ Նայեք ինչ հրաշք է իրենից ներկայացնում Պապենհայմի եկեղեցին։ Ամառվա վերջ օգոստոսի 10-20-ին գալիս ենք, այս ամբողջը փակ է, աստղը դրած եւ այստեղ կարդում են հոգեվորականը ավետարանչական աղոթումը եւ բարեփոխումներ դուրսն է ու հիանալի կառույց է եւ ամառն է գեղեցիկ եւ գարնանը եւ աշտանը եւ ձմռանը աշտանը բոլորը դեղնում է ուրիշ եկեղեցու Հունաստանում իսկ ամռանը լրիվ ուրիշ փակվում է սա միայն վերևից փոքր լույս անգնում մի հատ հրաշք տեսարան է լինում լրիվ հեքիաթի մեջ Հիմա կգնանք, մի քիչ հետո ամրոցն է կնկարենք, հին պատմական ամրոց, որը Բավարիայի թագավորության էս ամենականաչ զոնան է, որը ժամանակին փոխադարձ քաղաքպետությունների միջև պայմանագրով գտնվել է Հոլանդիայի տիրապետության տակ, ուղղակի ոչ թե տիրապետության, այլ պրոտեկտորատի, քանի որ հոլանդացիները կարողացել են պայմանագիր կապել գերմանական մոտ 100 քաղաքի հետ, որոնք ենթարկվել են Հոլանդիային։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, մենք հիմա գտնվում ենք Պապենհայմի ամրոցում, լրիվ իր ամբողջ տեսքով կա, կանգնած է, դիմացը բնակավայրն է ու այս մասում գեղեցիկ, խնդրեմ նապես մասը, անտառների մեջ 400 մետր բարձրության վրա, մի քիչ արես կողմից երևա անտառը, բարձրության վրա, 400 մետր բարձրության վրա գտնվում է Պապենհայմը, սա նորեն կառուցել, դժվար անցանելի ճանապարհ է, առաջ որ գալիս էինք այն կողմից էինք բարձրանում, հակառակ կողմից աշտարակի, որ շատ դժվար էր ու միշտ պատկերացնում ենք զինվորները ոնց են բարձրացել խիտած ծառերի միջով, հիմա հեշտացել է։ Հեսա կմտնենք ամրոցը ցույց կտանք, հիանալի տեղ մեջը երկու թանգարան կա վերածված թռչունների ու կենդանիների եւ կա թանգարան մարդկանց ինչպես են հայտարարակ ձևով, հրեշավոր ձևով տանք։ Տեսնենք, որը բաց է, նայեք կնկարեմ ցույց կտամ, որովհետեւ ճիշտ ասած այդ տանջանքը չեմ ուզում մտնել, որովհետև դա այլասերվածության աստիճան է, ոնց են մարդու ամեն մի ֆիզիկական օրգանը փորձել կտրտել ու տանջել։ Հիմա մենք մտնում ենք ամրոց, հեսա կմիացնենք նորից։ Սա Պապենհայմի զարմանահրաշ ամրոցն է, երկու պաշտպանական շերտով մեջը կմտնենք, անտառների մեջ, մյուս կողմից էլ անտառների մեջ, խնդրեմ բնակավայրը հեսա հերթով ցույց կտանք։ Սա ամենաուժեղ պատմական հուշարձաններից մեկն է, որովհետև տեսեք հələ անտառները ինչն է հայ ժողովրդին ստիպում ծառ չսիրել։ Տեսեք, այսքան անտառի մեջ ամեն տուն իրեն փակել է ծառով։ Ես մեկ-մեկ ապշում եմ, փոքր քաղաք է կոչվում, բայց գյուղ է։ Ամեն տուն ինք իր մոտ իր ծաղիկները տնկել է։ Ինչն է ստիպում Հայաստանին երկու դույլ ջուր չլցնել, Հայաստանի գյուղացիներին ու տները չսարքեն կանաչների մեջ։ Սա ինձ ապշեցնում է։ Բոլորը ցանկանում են միայն օգուտ ունենալ, մրգի կամ ինչ-որ ծառ լինի, ծաղիկ չլինի, եթե ծաղիկ անպայման օգուտով։ Այս է ցավը, տեսեք, ուրեմն Գերմանիայում սա իմ հանդիպած երևի 150-րդ գարաժն է, ընդհանրապես ավտոտնակ չկա։ Ուշադիր, ավտոտնակը նույնպես ծաղիկներով փաթված է, տեսեք։ Սա ավելի շատ ուղեղի հարց է իմ կարծիքով, քան թե ինչ-որ փող չունենալու հարց, քանի որ ծաղիկ տնկելը ու ջրելը փող չունենալու հետ կամ ծառ տնկելու կապ չունի։ Ծառը տնկեցիր, տնկիները այսօր ծախում են 300, 400, 500 դրամով։ Լիստ է եմում, տնկել ուրիշ բան է։
ու խնամելը։ Ուղղակի թամբալություն ու ծառ չսիրել։ Մեր գյուղերը ասում ես նույնիսկ Արարատյան դաշտանեն անգամ դաշտավայրին անգամ Արմավիրի մարզ էի գնում խայտարակություն։ Իր տնից ենքոն ոչ մեկ ծառ չի սիրում։ Տանդեմ է մի քանի հատ տնկեց, վրան միրգ եղավ, չէ։ Փողոցները, բոլոր տռասները ամայի աղբ, ավազ, երկաթի դոմիկներ, ինչ որ զզվելի բաներ։ Խնդրեմ, սա ամրոցն է, սա ամրոցի դրոշն է, 5 օդական կառույց է, հեսա կասեմ, որ թվին է սարքած, այն կողմել թանգարանն է, այն կողմել կգնանք, հսկայական ամրոց է եղել, բավական մեծ, մի քանի ճանապարհ ունի։ Սա հիմա մտնենք ամրոցի մեջ, բոլորը էլի բարձրությունը, այստեղ երևի արդեն մի 100-150 մետր է բարձրացանք էլի, դրա համար հեվում եմ, ահա, խնդրեմ, սա ամրոցի ներսն է եղել, դռները հին ժամանակվա նետի տեղերը, նույնիսկ փամփուշտների տեղերը չեն հանել, նույն ձևով մնացել է, սա կրկնակի դուռն է, որ բացել են մարդ մտնի և վրան պատուհանը, ամրոցի պատերը նույնիսկ նորոգված չի, ինչ կա նույն ձևով թողած է, խնդրեմ, սա ամրոցի բակը, նայեք, դե սա արդեն սրճարան բան են դրել, որ մարդիկ կան, որտև այսքան բարձանում ենք, հոգնում ենք իր ենթակա կառույցներով, իր սրճայլոց զուգարաններով, որը շատ կարևոր է, մարդիկ այսքան գալիս են։ Hallo, wir brauchen Sie. Kommen nicht, Sie könnte ich Video machen oder nicht? Video machen, ja? Ja, okay, danke. Ահա, հիմա մտնում ենք թանգարանը, նայում ենք թանգարանային հին նմուշները, Հենրիխ Գրախ Պապենհայմի անունով ա եղել, Հենրիխ Գրախը ծնվել է 1594 թվին 1632 թվականին, ինքը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն, չնայած հիմա այստեղ ավետարանչականներն են, պատերազմի մակետն է, ցույց է տալիս ինչ սա հրանոթի հիմքն է, ինչ պատերազմ ա եղել Պապենհայմի մոտ, որից հետո անցել է իշխանությունը Նիդերլանդների նորից մտել է Բավարիայի մեջ, խնդրեմ, սա այդ ժամանակվա քարտեզը, որ և գծագրած, որ 2000-ից ավել, խնդրեմ, 2000-ից ավել, քաղաք պետություններ են եղել 1618-ից 1648 թվականներին, սրանք բոլորը մենք միայն ֆիլմերից ենք տեսել այս դեմքերը, նույնիսկ լեհական, լիտվական կայսրության սա Ռեչպոսպոլիտայի օկտատիվ պիկոլոմնինիա, իտալական և մնացած այլ եվրոպական դեմքեր, կայսրեր, հոգևորականներ, իշխաններ, իշխանական տանկերբեր և այլն։ Այստեղ նկարած է ամրոցների շարքը, որը պատկանել է այդ ընդհանուր միությանը, այսինքն Գոթֆրիդ Հայնրիխի զորքերով այսպես գնացել են, այս բոլոր ամրոցները նշված է, որը որտեղ է եղել։ Պաշտոն ինքը մոտ 1600 թվականին, որտեղ 1619 թվականին կա արդեն։ Սա ոտից գլուխ արձանն է և մնացած բոլոր իշխանավորները, որոնք եղել են։ Ֆելդմարշալ է եղել Պապենհայմը հետագայում պատերազմի։ Սա իր ամբողջ կյանքը, ընտանիքը և այլն, գերբը, ընտանեկան գերբը, հանկյունում էլի Կիլիկյան առյուծները, ինչպես միշտ ես հայտնաբերում եմ Կիլիկիայի առյուծները, երկգլուխ հռոմեական կայսրության, որը Մամիկոնյանների արծիվներ երկգլխանի եկավ Բյուզանդիա, հետո բերեցին Եվրոպա, շարունակությունը էլի ցույց կտամ, խնդրեմ։ Այս բոլորը այս մի թանգարանի մի մասն է, ունի 2-3 թանգարան, մյուսը մարդկանց տանջանքի թանգարանն է, եթե բաց լինի հիմա կմտնենք, և անհետացող կենդանիների թանգարանը։ Սա Պապենհայմի ամրոցի մակետն է, այսքան մեծ է, այսպիսի հսկայական տեղ է, մենք հիմա գտնվում ենք հենց այս փոքր մասում, այստեղ ենք մենք գտնվում հիմա, սա ամբողջ մակետն է, խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, կրկին
կողքի անծայրածիր բավարական ամենախիտ անտառներն են, հա, եւ Պապենհայմի ամենաբարձր կետն է աշտարակն է։ Հիմա մոտենում ենք աշտարակին, ամենագեղեցիկ բարձրությանը։ Այն կողմը կթողնեն անտառների մեջ, այն կողմը կթողեն մտնենք աշտարակի դուռը, քանի որ ինքը խարխուլ է, եթե չեմ սխալվում, կարողա չթողնեն մտնենք, պատի հաստությունը 1.20 է, գրած է զգուշ եղեք նաև, չմոտենաք, ուրեմն խարխուլ է, աշտարակ կարողա չթողնեն բարձրանանք։ Սա այգի է, հիմա ահա աշտարակի մասին գրված է 1632 թվականին կառուցված, 31-ից սկսել են մինչև 1635-ը կառուցվել է այս ամրոցը։ Սա փոքրիկ այգին է նստելու համար, որը ներքև իջնելուց հիմա կիջնենք կցույց տամ, շատ հետաքրքիր է, նայեք հələ բնակավայրի հետաքրքրությունը, մաքրությունը, ելի եմ կրկնում, սրա անունը քաղաք է, Պապենհայմ քաղաք, բայց իրականում ինքը գյուղ 3900 բնակիչ։ Ցավոք սրտի մենք Հայաստանում ունենք այսպիսի շատ քաղաքներ, օրինակ Մարալիկ ընդունենք 3500 բնակչությամբ, ունենք Գագարինավան, ժամանակին ունենք Ծաղկահովիտ, ունենք քաղաք Շամլուղ, ունենք քաղաք Դաստագերտ, փոքր բնակչությամբ, բայց ոչ մեկ նման տեսք իրեն չի ապահովում։ Ցավալի է սա, բայց իրականություն։ Խնդրեմ։ Տեսեք քարերը, ուրեմն ինքը բազալտատիպ կրաքարային հետևանքա, որտեղ բազալտի մեջը խաղեր կա, կրաքարային է, շատ հետաքրքիր ամրոց է, մինչև ներքև երևի փակ կլինի, ես այնտեղ կգնամ, հետո կբարձրանանք վերևի հարկ։ Ուղղակի տեսեք, քարերով են շարել, ոչ թե բանով անտաշքար է, իսկի բանը չի, սալահատակել չի, ոնց են, պատկերացնեք ձմեռը, մարդիկ եղել են փոքր, իմիջիայլոց նոր ցույց տվեց, Ֆեդմարշալ Պապենհայմը եղել է, եթե սուտ չասեմ 1.40, շատ փոքր է եղել, այստեղ կառլիկներ շատ են եղել, ոնց են կարողացել այս ճանապարհներով հելնել, իջնել, ծանր զենքերը վրան պայքարել եւ այլն։ Ահա, ուղղակի այստեղից փակա գրած է, չեք կարող դուրս գալ, ուղղակի փակա, այս մի փոքր տեղն է, ամրոցի միջանկյալ պատ, ըստ երևույթին այստեղ գաղտնի ճանապարհ է եղել, ուղղակի ցույց տամ, հա, հեսա վերջ բրծավ, ուղղակի ճանապարհ է եղել, այստեղով դուրս են եկել նետաձիգների տեղն է, բնականաբար, բալկոնը նետաձիգների տեղն է, որտեղից, բայց նետաձիգները ոնց են տեսել հարցակվողների, պատկերացրեք դժվար անցանելի այդ ամրոցները եւս մի ներքև, հա, նետաձիգը փոքր են եղել, իրենց համար հեշտ եղել պոպոզել ասի կառլիկներ, սա էլ եկեղեցին է, կրակել են էլ մյուս եկեղեցին, 3 եկեղեցի նկատեցի, 1, 2 եւ այն մեկը, որ նկարել եմ, կառուցված 2007 թվականին։ Ահա, սա ամրոցի տարածքն է, հրաշալի բնություն, մաքուրոտ, Սա է բանը, միջելոց ասեմ ձեզ, որ Գերմանիայի գյուղերն ու փոքր քաղաքների բնակավայրերը 2-3 անգամ ավելի թանկ են, քան քաղաքներին, օրինակ եթե այստեղ վաճառվի մի հարգանի, չեմ ասում այս 3 հարգանի, մի հարգանի կամ 2 հարգանի են տոնը ծախվի, Նյուրնբերգում 6 հատ բնակարան կգնվի 3 սենյակ։ Մնացածը հետո ցույց կտամ, որտեղ դիքա դժվար եմ բարձրամ, կներեք, հոգնում եմ, չհևամ էլի։ Հարգելի հետևորդներ, հիմա մենք գտնվում ենք ամրոցի թաքուն ջրհորի մոտ, դե բնականաբար փակել են, որ կան հյուրերը կամ երեխա չընկնեն կամ փող չգցեն։ Երեկոյան գեղեցիկ լույսերով լուսավորում են, սա թաքուն լսված միացավ, բայց լավ չի ցույց տալիս։ Սա հատուկ թաքուն ջրհորն է եղել, որպեսզի ամրոցը պաշարելուց չկարողանան ջրից զրկել ժողովրդին։ Հարգելիներս, հասանք Պապենհայմի ամրոցի վերջին կետին, դուռը բաց է, կարող աշտարակ թույլ տան բարձրանալու, չնայած բոլոր պատերի վրա գրած է զգուշ եղեք, պատը կփլվի, սա այս փոքրիկ գյուղաքաղաքը ինչքան վերևից ելնում ենք, այնքան ավելի հետաքրքիր ու գեղեցիկ է դառնում, նայեք,
խնդրեմ։ Հասանք վերին մասին, այստեղ դռները փակ է, հին մասերը չեն թողնում բարձրանալ, բնականաբար այնտեղ դրված է նստարան, որ ամեն տեղ կա նստարան, զուգարան, սրճարան, որ մարդ հանգստանա, ու սա ամենաճիշտ ձևն է, ես կցանկանայի Հայաստանի ցանկացած ամրոցի մոտ լինի զուգարան, ամենակարևոր բանն է, որ տուրիստը բարձրանալուց չմտածի որտեղ ինչ կեղտոտի, օրինակ բազե, տեսեք ժողովուրդ բազեն, զոհամ ան գալիս, ահա բազեն, հեսա, զոհեր ման գալիս բազեն, զուգան ինչի համար է, որ մարդիկ չկեղտոտեն ամրոցների մոտ, օրինակ դրանով Եվրոպան շատ մեծ բողոք արտահայտ է Ադրբեջան կոչվող պետություններին իրենց բառանության համար, քանի որ բոլոր Շամախի, Շեքի այդ խաների պալատների մոտ զուգարան չկա եւ կարիքները հոգացել են դեմը, տուրիստները եկել են խայտարակություն, ոչ ուզել են մտնեն, ոչ դուրս գան։ Այսպես է եղել։ Դրա համար Հայաստանում կարևոր է դա, որ մարդիկ իրենց կարիքը հոգան։ Այստեղի ամրոցներին չեմ ուզում շատ բարձրանալ, որտեղ որ գրված է զգուշ եղեք կքանդվի, պետք չի ռիսկ անել։ Ես չեմ սիրում ավելորդ էքստրիմ, այսպես ասեմ։ Սա այն ջրի տեղներ, ուղղակի ամրոցը բարձրացանք վերև։ Սա հիմա կգնանք վերևի աշտարակին, ավելի տեսադաշտը հիանալի կլինի ինձ թվում։ Հեսա բարձրանամ կնկարենք։ Էքստրիմ չեմ սիրում, բայց անկախ ինձնից էքստրիմի մեջ եմ։ Տեսեք բոլոր աստիճանները ճակված է, անկյունից փռած, բայց պիտի բարձրանամ, որովհետև ես ձեզ ցույց կտամ եւ ցանկությունս շատ մեծ է։ Իմիջիալուց ասեմ ձեզ, շատ երկար ժամանակ Պապենհայմ չի եղել, 10 տարի։ Եվ անընդհատ երասիս այս ամրոցի նեղայիններն էի տեսնում։ Հիմա բարձրանամ ցույց տամ հասը վերևին։ Գրած է լույսը վառեք, բայց լույս չկա։ Օհո, ամրոցի ներքևը, մեծ խորություն, աշտարակի, լավ հեսա ցույց կտամ։ Աշտարակի դրա մոտ եմ, մեջը շատ վախենալու, լույսեն ասեմ յանցրապես լույս չկա, և մեծ այսպիսի միջև գետնի տակ խորություն է, ու մի հատ աստիճան կա վերև հելնող, չգիտեմ բարձրանամ թե չէ, քանի որ այս աստիճաններն են, բոլորը քանդված է, ու գրված է, որ շենքը հնարավոր է փլվի։ Շնորհակալ եմ։ Ես այս աստիճանից կնկարեմ քաղաքի տեսարանը, ամենաբարձր աստիճանն է, մեջ ուղղակի փայտից աստիճաններ են, դրա համար չուզեցա բարձրանամ, շատ հնարավոր է, եթե պատերին է գրած շուրջ կգա, ամեն 10 մետրի վրա գրված է շուրջ կգա, այս աստիճաններն ասենց քանդված, տեսեք, փոկված արդեն, նայեք շարժվում է, քարերը թափվում է, ուրեմն շատ հնարավոր է նայել շուրջ գա։ Հիմա ճիշտ ենք կգնանք թանգարան։ Թանգարանի պատից արդեն իջնում ենք ներքև հրաշալի տեսարանով, գաղտնի դռներով, գաղտնի փոքր կրկնակի ամրոցներով, որով պաշտպանվել է, այս ներսը դիմավորել են թշնամուն իբր դուռ այդ է, բայց փաստորեն պարզվում է, որ փակ տեղ է։ Դիմավորել են ու սպանել։ Հարգելի հետևորդներ, մենք մտանք տանջանքների թանգարան։ Ոտները մարդու կամ ձեռքերը կապել են այստեղ, այս մեր բաները ֆռացրել են։ Տանջանքի ձևով պարանով ֆռացրել են այնքան, այս ամբողջը մտել է մեջք, այսինքն ցանկացած ժամանակ մարդ այս տանջանքի միշտ խոստովանել է, ու դրա համար մարդկանց հիմնականում կանանց, ովքեր չեն համաձայնվել, հիմնականում սա կազմակերպել է եկեղեցին, չեն համաձայնվել, որպեսզի ենթարկվեն եկեղեցականի ցանկություններին, սրա մասին հսկա ֆիլմ էլ կա, կաթոլիկ եկեղեցու մասին է եւ մյուսների, նրան այսպիսի տանջանքների են ենթարկել, որոնք տեսեք երկաթներով կապած, կողպեքներով գցած վզից, երկաթով ծեծել, մեխերով ծեծել, խայտարակությունը կապել այստեղ ու տանջել, ոտքերը դնում էին այնտեղ, ոտի մատների արանքը չիվի էին խփում, հետո փայտի չիվին
ջրում էին, ուռում էր ու ահավոր ցավ ոտների մատները սեղմում։ Գլխին հագցնում էին ոնց որ Պյոտրի գլխին են հագցրել։ Երկաթե դիմակ, ձեռ էին առնում, էշի դիմակ, տեսեք, ու տղամարդ, կին թե տղամարդ էշի դիմակ ձեռ էին առնում։ Մարդուն մցանում էին այս բոճկայի մեջ, տակառի մեջ, փագում էին, գլուխը մնում էր դուրսը։ Երկար ժամանակ կիսապպզած նստելուց ամեն ինչ խոստովանում է։ Այս այլասերվածությունները հիմնականում մտածվել է, ճիշտ է, շատ նաև մտածվել է շատ իշխանության կողմից, բայց սրան անմասն չի եղել եկեղեցին, քանի որ բոլոր մարդկանց պատիժը կայացրել է այն ժամանակ եկեղեցին։ Խայտառակություն, քարերը կախած մարդուն ոտից ծեռից կախել են, քարերով ձգել ներքև, ողնաշարի միանգամից մարդը կոտորված կա ունենում եւ ամեն ինչի խոստովանում է տեսնելով այդ հիվանդներին։ Սա նույնպես վզից ձեռքերը փակած այն վզներին հագցնում էին դրանցով տանջում մարդկանց, ոնց որ ցույց է տալիս կապիկների մոլորակը ֆիլմում։ Սա տեսեք, մարդուն նստացնում էին փշի սուր մեխերով աթոռին, ձեռքերը փակում մեխերի տակ, ու սա դոշին անընդհատ ձգել են կրծքավանդակին, որ խոստովանի։ Այս դեպքում ցանկացած մարդ ոտքերի տակ խոստովանում էր այս տանջանքները։ Սա մի հատ հրեշավոր մասն է պատմության, որը չեն լռում հիմա։ Սա եղել է հիմնականում, տեսեք, վզին փշերով հագցրել, ինչքան սեղմել են, մարդը այդքան խեղդվել է։ Մի խոսքով այս հրեշավոր մասից շատ չեմ ուզում պատմեմ, արդեն պատմեցի, շատ տանջալի է։ Չցույց տամ կանանց տանջելու ձևերը, այդ մասին չասեմ, որ խայտառակություն ա եղել։ Ինչեր են արել հետները, երկաթներով եւ մնացած փշերով։ Կանցնենք մյուս թանգարան։ Չեմ կարող ցույց չտալ ափսեները, այս որսորդական տարածքի, նայեք հին պատառաքաղները ինչու էր մեծ, քանի որ որսի մսերը մեծ էին դնում ու պետք էր խրել մեջը, որպեսզի ողնաշարը ջարդեն, ինչպես նաև ձկան համարա, չէ, այսպես երկու հատանոց, ոզնիներով աղաման, գորտերով այսպես փասյաններով մեծ եւ փոքր աման, սադափից, այսինքն ես կրկին անգամ մի բան ասեմ, որ հարուստը միշտ էլ մնում է հարուստ։ Ուրիշ բան չասեմ ձեզ։ Հարուստը 17-րդ դարում էլ է ապրել լավ, ցավոք սրտի, հիմա էլ է ապրում լավ, ժողովրդին կեղեքելով։ Ես ոչ թե կոմունիստական կողմնակից եմ, ուղղակի ուզում եմ ասեմ, պատկերացրեք 17-րդ դարում ժողովուրդը ինչ ձև ապրել, մասսայական ժանտախտ եւ այլն, իսկ հարուստները հզորությունների մեջ։ Հարգելիներս, մենք եկանք Պապենհայմի թանգարան, տեսնելու են ժամանակվա զենքերը, նայեք, սա կոտորակն է։ Լցրել են մեջը, խառը կրակել են, հիմա զենքերը կտեսնեք, սա համարզի ամեն ինչն է, երկաթի իրենց մեջքին կապելու պաշտոնական, սա զենքերն են, կայծքարավոր հրացանները կամ տակից փողով մաքրվող հրացանները։ 18-րդ դար բոլորը, 17-18-րդ ավելի հին էլ կա։ Տեսեք ինչ ծանր ու մեծ են եղել ու մեծ են կրակել։ Սա այն ժամանակվա եղջերափողը, որով որսորդներ իրար են կանչել, այստեղ լրիվ հին է, խոզանակային, 18-րդ դարի սկիզբն է, սա էլ նրա բակլաշկան ոնց որ։ Այն կենդանիները, որոնք խփել են, հեսա ցույց կտամ, սա էլ հրացանների տարբեր դարերից, 17-18-րդ դար, սենց կանգնեմ, հայլի աչքի ցույց տա, այսպես երևում ավելի։ Շատ մեծ են եղել ու շատ ծանր։ Կայծքարավոր են հիմնականում հրացանները, երկրորդ էտապն արդեն։ Մենք ցավոք սրտի չենք տեսել սա նուտրիավոր ասում են, այսինքն ջրային առնետն է, սա այս տարածքում ընդունված սովետի ժամանակվա ամենահարգված գլխակներից մեկն էր, Ռուսաստանում որ թելիկով կապում էին, սա բաբյորն է, ճահճակուղբ հայերեն, գերմաներեն նույնպես բոբեր, նայեք այս պոչը հետաքրքիր, ես միշտ ուզում էի, ճիշտ ասած բաբյորը ոչ մի անգամ մոտիկից չեմ տեսել, պոչն է սա, որ խփում է գետնին, թնդացնում է, որ քանդի, բավական մեծ կենդանի է, 6-7 կիլո կա, սա եղջերուն, ազնվացեղ եղնիկ եւ այլն, այս տարածքում կան անտառներից ինչ կա վերել են, նա արծիվը տեղական, թռչունները սևագրավ, սայրակ, վայրի կատու եւ այլն, սա աղվեսը տեղական, հենց այստեղ կա, բոլորի մասին կա տեղեկատվություն, սա նոր կանա, հանրահայտ աքիսը, ամենա
արագաշարժ ուղեղով մարդասպան կենդանին, քանի որ ինքը սպանում է նրա համար, որովհետև ինքն ու այն լասկան նույնն են, փոքրակիսը նույնն են, քանի որ իրենք նույն ցեղից են, ինչպես նաև փորսուղը եւ մնացածը, նրանց մոտ ուղեղային հիվանդություն կա, մետաբոլիզմ է, իրենք անընդհատ իրանց թվում է սոված են, եթե ժամուկես չուտեն, նրանք բոլորը կսատկեն, դրա համար իրենք սկզբում ամենաշատը սպանում են, հետո նոր մտածում են ուտեն թե չէ։ Եղնիկ այծյամ փորսուղ շատ հետաքրքիր է։ Բոլորի ձայները կարող ենք լսել։ Հիմա փորսուղինը նայենք, հլը Ռոտվիլ, կարմիրին։ Հա, չի ցույց տա։ Այն։ Տեսակ բոլորի ձայները, եղջերուի ձայնն է։ Հետո հերիքա։ Բոլոր կենդանիները։ Ոյ աստված ջան, ոնց անջատ ենք։ Վայրի կատուն ծառիվ, հա։ Հիմա Նիվերկյան անտառային մի հատ վարազի ձայնը տենանք, վալդ կացը, հա, էսի անտառային կատուն, հա։ Ոնց որ ֆեն անեն։ Ասեք տեսնենք բազեն արծիվը, որն են ադլեր կամ ֆալկի։ Ասում են վու անել իրանցն է։ Հայրի խոս։ Ես ինչ երկար է։ Մարդու ինքնավորությունում է։ Ռեհեմբոք հենա։ Թրջուններն են։ Երեսումը, հնա, բազենը, բուն, բազեն։ Նապաստակներ, փասյաններ, տեղական բազե, արծիվ, լոր, բուն, հնա վերևն են, բունը բվեջը։ Կարապ, բատ, սև արագիլ, վայրի խոս։ Արծիվը, հես արծիվն է։ Ավելի ճիշտ ցին, արծիվ չի։ Ցին, փասյանի ձայն է։ Վաթսուն երկուսը կարապ։ Կարապը, սև արագիլ, կամ ծապլյա է, հայերեն չկա ծապլյա, բառի թարգմանությունը չգետա, ով գտնի, խնդրում եմ գրեք տակը, փոքր բազը, 42-ը, և ջրահավն է ու պրսենք կնանք մյուս մասերը նայելու։ Այս է ջրահավը։ Սա էլ թագավորական իրենց ամեն ինչն է, բարձրանանք երկրորդ հարկ, տեսնենք ինչ կա։ Այնտեղ ֆիլմ է ցուցադրվում, այստեղ բոլոր թանգարաններում կա կինոսրահ,
որտեղ ցուցադրվում է տվյալ կենդանիների մասին ֆիլմ։ Կարող եք նստել, նայել, բոլորի մասին կա։ Հա, արծիվը ցույց է տալիս։ Ամենամեծ արծիվն է Ադլեր գերմաներեն, որը գտնվում է տեղում։ Բարձրանանք վերև, այսքանով կավարտենք մեր Պապենհայմի հետաքրքիր ճանապարհորդություն։ Այստեղ բարձրանում ենք։ Հոգեբանական պահ, ահա, ձկները։ Հիանալի այստեղ շատ տեսակներ կա տեղական ձկների, ծառերի եւ բույսերի։ Սա տեղական ձկներն են։ Նայեք, սա լոքո է ոնց որ։ Սազան, եթե չեմ սխալվում, մյուսը չգիտեմ։ Տեղական օծածուկ այս կողմերում կա։ Շատ համով է, ասում են։ Ճիշտ ասած, այստեղինը չեմ փորձել, բայց օծածուկը համով է։ Այս փոքր տեղը այսքան հարստություն ունի։ Կարմրախայտ, տեսեք, այստեղ էլ կարմրախայտ կա եւ մյուս իշխանների դասի։ Խնդրեմ, փոքր ձկներից սկսած ու խեց գետին էլ։ Հեսել այստեղի կրծողները փոքր։ Մուկը, քորմուկ, ոզնի, մանրմկներ, դաշտամկներ, խլուրդ, տարբեր տեսակ։ Եվ այս սուր քթով առնետները, որը քաղաքում էլ կային, հիմա վերացել է։ Իմիջիայլոց կորոնայից հետո այս սուր քթով առնետը վերացել է, քաղաքում կար։ Այս էլ է մյուսն էլ են 7-րդն էլ։ Ինչ է 7-րդը, սպասեք նայեմ ասեմ։ Ֆելդ Շպիսմաուս, հա։ Դաշտային բան անտառային մուկ, այդպես թարգմանվեց ֆելդ։ Դաշտային կամ անտառային մուկ, սա ինձ շատ կար քաղաքում։ Կորոնան սպանեց բոլորին, բոլոր կենդանիներին։ Այս էլ մնացած թռչունները ու վերջ։ Խնդրեմ, սա ինքը երկեցիք փոքր թռչունները, բոլոր։ Տեսեք, այսինքն փոքր թռչուններ կային այստեղ։ Միշտ ինձ թվում էր ինչքան փոքր են սրանք։ Օրինակ Հայաստանում ես այս փոքր թռչուններ չեմ տեսել, նայ քանի սանտիմետր է։ 4 սանտիմետր, եւ մի 20-30 գրամ։ Մյուսները մեծ են, բայց սա ամենափոքրն է։ Սա ինչ շատ կա։ Քաղաքում էլ կա, տեսնում եմ ես անընդհատ։ Տեսեք ինչքան փոքր է։ Մատիսից փոքր է, մատիս կեսից փոքր է։ Սրանք ավելի մեծ փայտ փորիկներ էլ կան։ Շատ սիրուն է։ Դեղցանիկ եւ մնացած այլ թռչուններ։ Այս մեկը չգիտեմ, շատ հետաքրքիր է։ Ինչ թռչուն է։ Ծանոթ չի ինձ։ Եթե ով գիտի, թող ասի։ Սա ինչ թռչուն է։ Այստեղ արդեն սնկերն են, տեղական։ Սա մամուրները, որ այդքան էլ հայերի համար հետաքրքիր չի։ Սա էլ քարային զոնաներն է։ Գորտերը եւ այլն, դոդոշները, օծերը։ Այստեղ կա, ասում եմ, փոքր երկու տեսակ փոքր օծ կան, 12 եւ 18։ Տեսնենք ինչ օծ են։ Մնացած բոլորը մողոս են, սա լորդու է բնական, հա։ Շատ փոքր օծ է։ Ուրեմն օծը գերմաներեն հարգելն է շլանգ է, քանի որ շլանգ հայերը օգտագործում են ռետինե խողովակ, ռուսերներին եկել է հենց գերմանային շլանգ բառից։ Թիղ ֆրոշ 12 Ռիգեն, հա, թունավոր էլ չեն։ Ալպիան օծը եւ 18-րդը Կրուցեր Մենխեն Վիբրահաուս, հա, նույնիսկ տուն է մտնում։ Բան է, իժի տեսակ էլ է, լորդու էլ է, տուն է մտնում։ Էս այնց Երևանում լիքը կա, այս մոխրագույն, այս որ կա կապտավում, ալիքի գույն, սևը սպիտակ գլխով, դրանից շատ կա Երևան, մանումենտ վրա ապրում են քլիկներ։ Վերջ հարգելիներ, շնորհակալություն բոլորիդ, այսքանով ավարտեցինք։